Եթերում 02 հաղորդաշարի հերթական թողարկումն է, բարև ձեզ, այսօր մեր ծրագրում կարող եք դիտել։ Եթե գրպանահատն աշխատում է աննկատ մնալ, խարդախը թաքցնել վստահությունը չարաշահելու իր հանցավոր մտադրությունը, ապա ավազակը չի թաքցնում իր մտադրությունը, սպառնում է տուժողին, բռնում, ասես կորցնելու ոչինչ չունի։ Ահազանգերի միջև ժամանակային տարբերությունն ընդամենը 4 ժամ էր։ Քրեական հետախույզները հանցագործությունները թարմ հետքերով բացահայտելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկեցին։ Հակառակորդին հաջողվել էր ներխուժել մի շարք բնակավայրեր, գրավել Հորադի զավանը։ Պետք էր կասեցնել նրա ժամանակավոր հաջողությունները, պետք էր ազատագրել տարածքները։ Ավտոպահեստամասերի գողություններ սովորաբար լինում են գիշերային ժամերին, երբ տերերը քնած են, բայց օրվա բոլոր ժամերին էլ արթուն է ոստիկանությունը։ Արաբկիրի ոստիկանների բացահայտումները ցույց են տալիս, որ մեքենաներից գողություններ կատարողների համար առավել գրավիչ են Volkswagen Touareg մակնիշի մեքենաների առջևի լուսարձակները։ Փորձել ենք գրեթե նույնությամբ բեմականացնել ոստիկանության արաբկիրի բաժնի սպասարկման տարածքում կատարված լուսարձակների գողությունը։ Դեպքի մասին ոստիկանները տեղեկացել են մի քաղաքացուց, նա մարտի լույս 14-ի գիշերը ժամը 5-ի սահմաններում զանգահարել է 102 եւ հայտնել, որ շենքի բակում կայանված մեքենայից ինչ-որ մեկը փորձում է գողություն անել։ Հրաչյա Քոչարի 20 շենքի բակում կայանված Volkswagen Touareg մեքենայի առջևի 2 լուսարձակները գողացել էին։ Տեղում պարզեցինք, թե մեքենան ումն է, ապա զրուցեցինք տուժողի հետ։ Տերը հստակ հիշում էր, որ մեքենան բակում կայանել է մարտի 13-ին ժամը 19-ի սահմաններում ու բարձրացել տուն։ Այդ ժամանակ մեքենայի լուսարձակները տեղում են եղել։ Մոտավոր որոշվեց նրան պատճառված վնասի չափը 300,000 դրամ։ Մինչ քրեական հետախույզները զբաղվում էին հանցագործության բացահայտմամբ, 102 զանգահարեց մի քաղաքացի ևս։ Տուժած տղամարդը հայտնեց, որ իրենց բակում կայանված Volkswagen Touareg մեքենայի առջևի 2 լուսարձակները գողացել են։ Այս գողությունը ևս կատարվել էր տեխնիկական միջոցների գործադրմամբ։ Ահազանգերի միջև ժամանակային տարբերությունն ընդամենը 4 ժամ էր։ Արաբկիրի քրեական հետախույզները հանցագործությունները թարմ հետքերով բացահայտելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկեցին։ Տեղեկություններ ձեռք բերեցին, որ 2 գողություններն էլ կատարել է նույն անձը։ Մյուս տեղեկությունը նրա ինքնության վերաբերյալ էր։ Օպերատիվ մշակման միջոցով պարզեցինք, տեղեկությունները համապատասխանում են իրականությանը թե ոչ, եւ շուտով բացահայտումը հասցրեցինք տրամաբանական ավարտին։ Մարտի 25-ին մեր օպերատիվ խումբը Երևանի Մարգարյան 14 շենքում էր, որտեղից էլ գողությունները կատարելու կասկածանքով բերման ենթարկեցինք Արարատ Ասատրյանին։ 22-ամյա Ասատրյանը ոստիկանության արաբկիրի բաժնում խոստովանել է, որ լուսարձակների գողություններն ինքն է կատարել։ Հարուցվել է քրեական գործ Արարատ Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել։ Գողացված լուսարձակները հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են։ Այս դեպքում ևս փորձել ենք նույնությամբ բեմականացնել Հրաչյա Քոչարի փողոցում կայանված մեքենայից կատարված գողությունը։ Դեպքը տեղի է ունեցել մարտի լույս 28-ի գիշերը։ Այդ ժամանակ արաբկիրի բաժնի համայնքային ոստիկաններ Արմեն Մուրադյանն ու Արամ Նազարյանը բաժնի սպասարկման տարածքում գիշերային շրջիկ ծառայության են եղել ու թարմ հետքերով բացահայտել էին գողությունը։ Հրաչյա Քոչարի փողոցում էինք։ Մի երիտասարդ մեզ նկատելով փորձեց շենքերի բակով փախչել։ Քանի որ տարածքում մեքենայից գողություններ կատարվել, կասկածեցինք, որ հնարավոր է նա կատարած լինի։ Գործընկերոջս հետ հետապնդեցինք նրան, բռնեցինք եւ գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկեցինք ոստիկանության արաբկիրի բաժին։ Կասկածյալ Գարիկ Զաքարյանի խոզարկությամբ հայտնաբերվեցին ձեռնոցներ, հարթաշուրթ, բժշկական սեղմակ, դանակներ, հարմարեցված բանալիներ, յուրահատուկ հոտով հեղուկով ներարկիչ եւ այլն։ Մեքենայի մեջից գողությունը կատարել է։ Ցանկի մոտ հայտնաբերվել է եղելությունը մեքենայի մեջ։ Հայտնաբերվածն ուղարկվել է ոստիկանության փորձաքրյագիտական վարչություն։ Նախկինում մի քանի անգամ այդ թվում գողության մեղադրանքով դատապարտված 36-ամյա Զաքարյանը տվել է խոստովանական բացատրություն։ Գողոնը հայտնաբերվել է, կատարվում է քննություն։ Քրեական օրենսգրքի 21-րդ գլխում ամփոփված են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, բայց դրանց մեջ կա մեկը, որի դեպքում վտանգվում է նաև մարդու կյանքն ու առողջությունը։ Օրենսգրքի 175-րդ հոդվածը մեկ բառով է վերնագրված՝ ավազակությունը։ Մեր թեմատիկ էջը։
Հանցավոր արարքի ցանկացած դրսևորում անկախ հանցանքի չափից ու բովանդակությունից քրեորեն դատապարտելի է, սակայն մի բան է, երբ գողություն է կատարվել կամ խաբեությամբ տիրացել են գույքին, այլ բան, երբ սեփականությունից զատ վտանգված է մարդու կյանքն ու առողջությունը։ Ավազակություն Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի համաձայն հանցատեսակը պատկանում է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թվին։ Ավազակությունը բնորոշվում է որպես ուրիշի գույքը հափշտակելու նպատակով հարձակում, որը զուգորդվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով։ Այսինքն, որպեսզի արարքը որակվի ավազակություն, պարտադիր է, որ հանցավորի կողմից գործադրված բռնությունը կամ դրա սպառնալիքը հետապնդի ուրիշի գույքի հափշտակման նպատակ։ Եթե գրպանահատը աշխատում է աննկատ մնալ, խարդախը թաքցնում է վստահությունը չարաշահելու իր հանցավոր մտադրությունը, ապա ավազակը չի թաքցնում իր մտադրությունը, սպառնում է տուժողին, բռնանում, ասես կորցնելու ոչինչ չունի։ Հափշտակության մյուս տեսակներից ավազակությունն առանձնանում է նաև նրանով, որ հանցագործի ողջ հաշվարկը պայմանավորված է անսպասելիության եւ վախի զգացում առաջացնելու գործոնով։ Ուրիշի ունեցվածքին տիրանալու համար նա թե տուժողին, թե շրջապատին իր ագրեսիվ վարքով հանկարծակի է բերում, հոգեբանորեն պատրաստ հնարավոր դիմադրության, եւ քանի որ գործում են բացահայտ, հաճախ դեմքը թաքցնում են զանազան դիմակների, արևային ակնոցների ու գլխարկների տակ։ Ոմանք գործում են մենակ, առավել զգուշավորները հանցակից են ունենում։ Ավազակությունը ավարտված է համարվում կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությամբ կամ դրա սպառնալիքով զուգորդված հարձակման պահից, անկախ նրանից հանցավորին հաջողվեց հափշտակել տուժողի գույքը, թե ոչ։ Պատահում է, ավազակային հարձակման գնացողը թիրախավորում է ոչ թե կոնկրետ անձի, այլ ընտրում է խոշոր դրամաիրային շրջանառություն ունեցող որևէ խանութ կամ օբյեկտ եւ գործի անցնում։ Այդպես էր եղել նոյեմբերյանում։ Օրը ցերեկով արևային ակնոցով գլխարկով մի երիտասարդ ոսկու խանութ էր մտել, զարդ ընտրելու պատրվակով անցել վաճառասեղանի հետևը ու վաճառողուհուց դանակի սպառնալիքով ոսկեղեն պահանջել։ Հանցավորը միայնակ չէր գործել, ընկերը, որ մնացել էր դրսում, վաճառողու ճիչերի վրա մյուս քաղաքացիների պես օգնության էր ասել, բացել էր ընկերոջ փախուստի ճանապարհն ու հեռացել։ Ոսկին հափշտակել չէր հաջողվել։ Հանցագործները հաշվի չէին առել երկու հանգամանք՝ խանութի տեսաձայնագրող սարքերը եւ որ ահազանգից հետո ոստիկաններն այդքան արագ դեպքի վայր կհասնեն։ Ոսկու խանութից ոչ շատ հեռու երկուսին էլ բռնել էին։ Մայրաքաղաքում թիրախը բուքմեյքերական ակումբներն էին եղել։ Ուշ գիշերով երկու հոգի զինված մտել էին Տերյան եւ Լեոյի փողոցներում գործող բուքմեյքերական գրասենյակներն ու մի գրասենյակից 605,000, մյուսից 150,000 դրամ հափշտակել։ Տուժողները ոստիկանություն էին ահազանգել։ Իրավապահները համալիր միջոցառումների արդյունքում պարզեցին կասկածյալների ինքնությունը եւ օրեր անց մեկին Թադևոսյան փողոցում գործող ինտերնետային ակումբից, մյուսին Հյուսիսային Պողոտայի ու Պուշկինի փողոցի խաչմերուկից հայտնաբերեցին եւ բերման ենթարկեցին ոստիկանության կենտրոնականի բաժին։ Հաճախ հանցամիտները միտումնավոր ընտրում են միայնակ ապրող կանանց կամ տարեցների, ինչպես կենտրոնի վարչական տարածքում էր պատահել։ Ամիրյան փողոցի շենքերից մեկի բնակչուհին գնումներ կատարած մտել էր շենք, քայլել վերելակի կողմն ու չերել նկատել, թե ինչպես երկու երիտասարդ ստվերի պես հետևում են իրեն։ Մինչ վերելակը կգար, երիտասարդները աստիճաններով վեր էին բարձրացել, սպասել էին միջանցքում եւ երբ կինը վերելակից դուրս էր եկել, բացել դուռը, դիմակավորված թիկունքից մոտեցել էին, փակել բերանը, հետը տուն մտել, խոհանոցում բռունցքներով հարվածել էին տանտիրի ու դեմքին, գետնին գցել, կպչուն ժապավենով փորձել էին կապել ձեռքերը, ոտքերն ու բերանը, կինը դիմադրել, օգնություն էր կանչել ու էլ ոչինչ չէր հիշում։ Ինքնազգացողությունը վատացել էր։ Հանցամիտները ձեռքից հանել էին երկու ոսկյա մատանիները, բնակարանից հափշտակել այլ զարդեր եւս ու փախել։ Հարևաններ ձայներ լսելով ոստիկանություն էր զանգել։ Հանցագործները թիրախը պատահական չէին ընտրել։ Կինը մենակ էր ապրում։ Հաշվի էին առել յուրաքանչյուր մանուկ։ Նախ գլխարկներով եւ արևային ակնոցներով էին մտել շենք, իսկ դիմակ հագել էին միայն տուն մտնելիս։ Բնակարանի դուռը ձայնազդանշանային համակարգ ուներ։ Գործը գլուխ բերելու համար հարկավոր էր, որ տանտիրուհին կամ տանը լիներ, կամ էլ ներս
մտնելիս ինքը անջատեր այն։ Այդպես էլ եղել էր, բայց կար մի հանգամանք, որը վրիպել էր նրանց աչքից՝ շքամուտքի եւ երրորդ հարկի տեսախցիկները, որոնք արձանագրել էին զույգի տեղաշարժը։ Տեսաձայնագրություններն ուսումնասիրվեցին։ Ոստիկանության կենտրոնականի բաժնի քրեական հետախույզներին միացան նաեւ Երևան քաղաքի վարչության աշխատակիցները եւ համատեղ աշխատանքը արդյունք տվեց։ Շուտով պարզվեց կասկածյալների ինքնությունը։ Նրանցից մեկին իրավապահները հայտնաբերեցին Զվարթնոց օդանավակայանում, երբ պատրաստվում էր լքել հանրապետությունը, մյուսի նկատմամբ հայտարարվեց հետախուզում։ Ամիսներ անց, ինչպես Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի, այնպես էլ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի եւ քրեական հետախուզության գլխավոր վարչությունների ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նա կեղծ տվյալներով հայտնաբերվեց Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ու տեղափոխվեց Հայաստան։ Ըստ վիճակագրության նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հանրապետությունում ավազակային հարձակման դեպքերը նվազել են, բացահայտումներն ավելացել։ Եթե 2016 թվականին արձանագրվել էր ավազակային հարձակման 17 դեպք, բացահայտվել 10, ապա 2017 թվականին արձանագրվել է 4 դեպք, բացահայտվել 3-ը։ Խորհուրդ ենք տալիս մեր քաղաքացիներին, մանավանդ եթե տանը միայնակ եք, անծանոթ, առավել ևս կասկածելի անձանց առաջ դուռը չբացել, վտանգ զգալու դեպքում զանգահարել ոստիկանություն։ Անհրաժեշտ է հիշել նրանց արտաքին տվյալները, ձայնը, եթե մեքենայով են եղել, ֆիքսել համարանիշը։ Երեկոյան ուշ ժամերի փողոցով անցնելիս անհրաժեշտ է զերծ մնալ թանկարժեք զարդերն ու բջջային հեռախոսները ի ցույց դնելուց։ Ինչ վերաբերում է ռիսկային օբյեկտներին, բանկերին, խոշոր առևտրային կետերին, տարադրամի փոխանակման կետերին, ապա անհրաժեշտ է տեսախցիկներ եւ ձայնազդանշանային համակարգեր տեղադրել։ Հարկավոր է լսել իրավապահների խորհուրդները եւ համագործակցել ոստիկանության հետ։ Օրինապահ հասարակության առաջին գրավականը օրինավոր քաղաքացին է։ Պետք չէ կռվի բռնվել զինված ավազակի հետ, բայց երբեք ուշ չէ բռնել պոտենցիալ ավազակի ձեռքը։ 1994 թվական ապրիլ ոգու փորձության ժամանակներ էին, հաղթանակը մոտ էր ու եղավ հայրենիքի նվիրալների վճռական ոգու անկոտրում կամքի խիզախության շնորհիվ, նաև շատերի կյանքի գնով։ Մեր հաղթական երթի մասնակիցները դարձան հավերժություն ու պատգամում են մեզ բացակա չդնեք։ Մեր հաջորդ տեսանյութը հավերժ ներկաների մասին է։ Վաղինակ Ազատյան, Հարություն Աբբազյան, Ավետիք Հովանիսյան։ Հաղթանակը նաև այս երիտասարդների կյանքի գնով եղավ։ 3 հայորդիներ, որոնց կարճ, բայց բովանդակալից կենսագրությունը խտացավ հերոսական ժամանակների մեջ, հարստացրեց ներքին գործերի նախարարության պատմության էջերը, դառնալով այդ պատմության մասնիկը։ Վաղինակ Ազատյանը ծնվել է Երևանում, աշխատասեր, նպատակասլաց պատանին բազում երազանքներ ուներ, նաև հավանած աղջիկ, ում խոստացել էր, բանակից կվերադառնա, կգնա հարցնախոսության։ Ժամանակները պատերազմական էին։ Ներքին զորքերի 10-31 զորամաս զորակոչված Վաղինակը գիտեր, որ հարկ եղած դեպքում նաև մարտական գործողությունների է մասնակցելու։ Վարժանքներ, զենքի հետ վարվելու կանոններ, մարտավարություն։ Մինչ մարտադաշտ մեկնելն անցավ այս փուլը, իսկ գարնանը նրանց ջոկատը մեկնեց Ֆիզուլի։ Ծանր մարտեր էին, իսկ ապրիլի 25-ին Վաղինակը վերջին կռիվը տվեց։ Հարություն Աբբազյանը ծնվել է նոյեմբերյանում, պատերազմի արհավիրքը զգաց մինչև զորակոչվելը։ 1991-ի մայիսի 6-ին ողջ նոյեմբերյանն էր սգում ոսկեպարում զոհված համաքաղաքացի ոստիկանների համար, ողջ նոյեմբերյանն էր տագնապում գերեվարված ոստիկանների համար, որոնց մեծ մասը համաքաղաքացիներ էին, ծանոթ բարեկամներ։ Ներքին զորքերի 10-32 զորամաս զորակոչվեց 93-ի դեկտեմբերի սկզբին, իսկ 94-ի գարնանը նրանց ջոկատը մեկնեց Ֆիզուլի։ Ապրիլի 15-ն էր, մարտը ծանր էր, զոհերը շատ, ու Հարությունն անմահացավ նրանց հետ։ Ավետիք Հովանիսյանը ծնվել է Գուգարքի շրջանի Ձորագյուղ գյուղում։ Բնության մեջ մեծացած, բնությունից ուժ առած երիտասարդի համար իրենց գյուղից գեղեցիկ վայր չկար։ Երազանքներն էլ գեղեցիկ էին, բայց ժամանակները այլ հրամայական ունեին, եւ Ավետիքը զորակոչվեց ներքին զորքերի 10-34 զորամաս։ Մարտադաշտ մեկնեց 94-ի գարնանը։ Ջոկատը մարտական գործողությունների էր մասնակցում Հորադիզի մատույցներում։ Հակառակորդին հաջողվել էր ներխուժել մի շարք բնակավայրեր, գրավել Հորադիզ ավանը։ Պետք էր կասեցնել նրա ժամանակավոր հաջողությունները, պետք էր ազատագրել տարածքները։ Մարտերում թրծված զինակիցների կողքին մարտնչում էր նաև Ավետիք Հովանիսյանը։ Ապրիլի 26-ին վերջին մարտը տվեց, ընկավ քաջի մահով։
Ներքին զորքերի այն զորամասում, որտեղ ծառայում էին Ավետիք Հովհաննիսյանը, Վաղինակ Ազատյանն ու Հարություն Աբազյանը, երեկոյան անվանականչին առաջինը նրանց անուններ կարդացվում։ Նրանք շարքում էին։ Այսօրվա համար նախատեսել ենք այսքանը, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Ցտեսություն։ Իրազեկում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը։ Անձնագրային գործողությունների համար գանձվող պետական տուրքի դրույքաչափեր, հին նմուշի անձնագիր 1000 դրամ, հին նմուշի անձնագրում օտարերկրապետությունում վավերականության նշում կատարելու յուրաքանչյուր 1 տարվա համար 1000 դրամ, նույնականացման քարտ 3000 դրամ, կենսաչափական անձնագիր 25000 դրամ, 16 տարին լրացած անձի հաշվառում 1000 դրամ, 16 տարին լրացած անձի հաշվառման տեղեկանք 1000 դրամ, պետական տուրք չի գանձվում, հին նմուշի անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելիս, հանրային ծառայությունների համարանիշ ստանալիս, 16 տարին չլրացած երեխային հաշվառելիս, 16 տարին չլրացած երեխային հաշվառման տեղեկանք տրամադրելիս, հին նմուշի անձնագիրը 16 տարեկանը լրանալուց հետո առաջին անգամ տրամադրելիս, հին նմուշի անձնագիրը կամ նույնականացման քարտը աղքատության ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամին տրամադրելիս, նույնականացման քարտն առաջին անգամ տրամադրելիս, եթե 16 տարին լրանալուց հետո անձը չի ստացել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր, հաշվառման հասցեի վերաբերյալ տեղեկանք տրամադրելիս, երբ դիմողը միայնակ կենսաթոշակառու է, առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կամ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվող անձ։